Հեռախոսը զնգաց, ժամը 15:47 րոպեին։ Տիկին Փաթերսոնի ձայնը դողում էր, կարծես վախենում էր, որ բառերը կընկնեն և կկոտրվեն։ «Քո փոքրիկ աղջիկը», ասաց նա, կանգնած է անձրևի տակ, դարպասի մոտ։ Ես չեմ հիշում, թե ինչպես անջատեցի հեռախոսը և դուրս վազեցի խորհրդակցական սենյակից, վազեցի ապշած գործընկերներիս կողքով և վազեցի փողոց։ Ես միայն հիշում եմ, թե ինչպես սառը ջուրը կուրացրեց աչքերս և մի միտք՝ նա հիմա մենակ է։ Երբ ես հասա դպրոց, տիկին Փաթերսոնը Լիլիի վրա հսկայական հովանոց էր բռնել, փորձելով նրան ամբողջությամբ պաշտպանել։ Իմ դուստրը կանգնած էր անձրևի տակ, փոքրիկ արձանի պես, նրա մեջքի պայուսակը թրջվել էր, բարակ հյուսերը կպել էին այտերին, շուրթերը դողում էին այնքան ուժեղ, որ ատամները ճռճռում էին։ Ես գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս, և նա շշնջաց։ Տատիկս ասաց, որ ես պետք է ոտքով տուն գնամ, ինչպես խառնածին։ Ի՞նչ։ Եվ պապիկը ասաց, որ տեղ չկա, և Միրանդա մորաքրոջ երեխաները ավելի շատ արժանիք ունեն, քան ես։ Ես փակեցի աչքերս, փորձեցի զսպել զայրույթս։ Տանը ես տաքացրեցի Լիլիին։ Տաք լոգանք, մեծ բաժակ կակաո, կրկնակի քանակությամբ մարշմելոյով, չորանոցում նախապես տաքացրած գիշերանոց։ Նրա ուսերը աստիճանաբար թուլացան, հանգիստ լացը զիջեց քնկոտ շնչառությանը։ Դու նրանց այլևս չես տեսնի, եթե չցանկանաս, խոստանում եմ։ Եվ երբ տունը խեղդվեց խաղաղ լռության մեջ, ես նստեցի խոհանոցի սեղանի մոտ, իմ առջև նոթբուկը, էկրանի փայլը և այն զգացողությունը, կարծես ներսում ամեն ինչ փլուզվել էր և միևնույն ժամանակ վերջապես իր տեղը ընկել։ 4 տարի օգնություն, աջակցություն, ընտանեկան պարտք, բայց էկրանին գտնվող սեղանը նման բառեր չի հասկանում։ Այն պարզապես հաշվում է։ $3000 ամսական, ծնողներիս հիփոթեկը, $800 նրանց ամենագնացը, այսինքն մեքենան, $600 ապահովագրությունը, կոմունալ ծառայությունները, երբ նրանք լրացուցիչ հաշիվ են ստանում, շտապ օգնություն, ատամնաբույժ, ձմեռային հաշիվները, գյուղական ակումբի անդամակցություն, որպեսզի մայրիկը կարողանա թենիս խաղալ և ընկերներին ասել, թե ինչ առատաձեռն դուստր ունի, և հետո Միրանդան։ Օ Աստված իմ, Միրանդա, տարեկան $12000 իր յուրաքանչյուր երեխայի համար, մասնավոր դպրոց, վարձակալելով իր մեքենան, որովհետև այդպես ավելի անվտանգ է։ Արձակուրդներ, ափամերձ տներ, լեռնային ամառանոցներ, որոնց համար ես վճարել եմ առանց նույնիսկ հրավիրվելու։ Մայրիկն ու հայրիկը լուսանկարվել էին Միրանդայի երեխաներին գրկած, մինչ իմ Լիլին դատարկ հյուրասենյակից ինձ էր կանչում. «Մայրիկ, մենք էլ ենք գնում ճամփորդության»։ Թվերը միաձուլվեցին, ստեղծելով երկար մոխրագույն պոչ։ Վերջնական թիվը սառը հայացքով նայում էր ինձ։ $370,000, միլիոնի 1/3, 4 տարի, ոչ թե օգնություն, ոչ թե բարություն, ոչ թե լավ դուստր լինել, դա կթում էր, հանգիստ կաթիլային կերակրում, սովորություն։ Ես բացեցի պլանավորված վճարումների էջը։ Կանաչ անջատիչները կանգնած էին շարքով, ինչպես զինվորները։ Հիփոթեք, միացված, ապահովագրություն, միացված, դպրոց, միացված, իմ ձեռքը չդողաց, անջատել, հաստատել, ջնջել ստացողի հաշիվը, քարտը անջատել, գրել ապահովագրական ընկերությանը։ Տեղեկացրեցի դպրոցին, որ այլևս վճարումներ չեն լինի։ Ժամը 24:00-ին վերջին անջատիչը մոխրագույն դարձավ։ Պատուհանի վրա անձրևը այլևս ժամացույցի տիկիկի նման չէր հնչում։ Պարզապես ջուր, պարզապես գիշեր։ Առավոտը սկսվեց հեռախոսի թրթռումով։ Մայրիկն էր։ Մենք չէինք ուզում նեղացնել Լիլիին։ Դա թյուրիմացություն էր։ Այնուհետև
Մայրը շարունակեց. Մենք չենք ուզում նեղացնել Լիլիին։ Հիփոթեկի վճարումները դեռ չեն կատարվել, անմիջապես վճարիր ամբողջը։ Ապա, հայրս, դադարիր դրամատիկ լինելուց, վերսկսիր վճարումները։ Եվ հետո Միրանդան. Դու պատժում ես անմեղ երեխաներին, դու չես կարող պարզապես դադարեցնել վճարումները։ Ես հեռախոսս դեմքով դեպի ներքև դրեցի, այնուհետև Լիլիի համար աստղաձև բլիթներ պատրաստեցի։ Նա ժպտաց, երեկվանից ի վեր առաջին անգամ։ Մենք դպրոց գնացինք չոր, տաք մեքենայով, դուստրս ծիծաղեց, և դա միակ կարևորն էր, բայց ընտանիքը այդքան հեշտ չի հանձնվում, հատկապես այն ընտանիքը, որ սովոր է ուրիշների հաշվին ապրել։ Եվ այդ երեկոյան դուրս եկա կայանատեղիից, հայրս արդեն կանգնած էր մեքենայի մոտ։ Սա հուսահատություն է, ասաց նա, կարծես ախտորոշում անելով, քո մայրը չի քնում, մենք կարող ենք կորցնել մեր տունը։ Դու ասացիր իմ դստերը, որ անձրևի տակ տուն գա ոտքով, ինչպես կարող էիր այդպես վարվել իմ երեխայի հետ, քո թոռնիկի հետ, դու միշտ վախեցել ես փողի համար, բայց ոչ աղջկաս համար։ Հայրս փոքրացավ, կնճռոտվեց իր սեփական խոսքերից։ Մենք ախր ձեր ծնողներն ենք։ Ծնողները չեն լքում իրենց 6-ամյա թոռնիկին, անձրևի տակ։ Եվ ես նստեցի մեքենան ու հեռացա, մինչ նա խոսում էր անձրևի տակ։ Տանը լուռ էր, և առաջին անգամ ոչ թե տխուր լռություն, այլ խաղաղ։ Ես սկսեցի հիշել. կտոր, կտոր։ Քանի անգամ եմ շտապել աշխատել, օգնելու համար ծնողներիս ժամանակին ինչ-որ բան վճարել։ Քանի անգամ եմ վճարել ընթրիքների համար, որովհետև դե դու այնքան հաջողակ ես։ Քանի անգամ մայրս ինձ անվանեց մեր հրեշտակ, անմիջապես ուղարկելով վերջին հաշվի լուսանկարը։ Քանի անգամ էր Լիլին զգուշորեն հարցրել. տատիկը կգա։ Եվ ես հասկացա այս ամբողջ ընթացքում։ Ես միշտ այո էի ասում, ոչ թե որովհետև կարող էի, այլ որովհետև վախենում էի ոչ ասել, որովհետև մտածում էի, եթե դադարեմ վճարել, նրանք կդադարեն ինձ սիրել։ Եվ առաջին անգամ երկար տարիների ընթացքում ես ինքս ինձ հարցրեցի. ինչ կլինի, եթե սերը փող արժենա։ Երբ Լիլին քնեց և տունը կրկին լռության մեջ ընկղմվեց, ինչ-որ մեկը թակեց դուռը։ Կտրուկ, 3 անգամ, այնուհետև դադար, և զանգը, երկար, պահանջկոտ։ Ես մոտեցա դռանը և նայեցի դիտանցքից։ Պատշգամբում ծանոթ կերպարանք էր, հովանոցի տակ, թաց անձրևանոց, համառորեն բարձրացված կզակ, հայացք դեպի դուռը։ Բացիր դուռը, մենք պետք է խոսենք, ասաց նա։ Մայրս էր, կանգնած պատշգամբում։ Նրա հովանոցը փայլում էր փողոցային լապտերի տակ, ջրի երկար հոսանքները կաթում էին դրանից, կարծես իր փոխարեն լաց էին լինում։ Բայց նրա դեմքը չոր էր, ոչ մի արցունք, միայն բարակ շրթունքներ, այնքան ամուր սեղմված, որ սպիտակել էին։ Ես բացեցի դուռը, առանց նրան ներս հրավիրելու։ Դու մեզ կործանելու ես, ոչ մի բարև, ոչ մի հարց Լիլիի մասին, անմիջապես փող։ Դու արդեն կործանել ես ինձ, հանգիստ ասացի ես։ Նա առանց թույլտվության մտավ տուն, թողնելով թաց հետքեր։ Նա գցեց իր հովանոցը և փակեց դուռը իր ետևից։ Հիմա նա կանգնած էր իմ հյուրասենյակում, վստահ, թեև դողացող, կարծես մեկը սովոր էր վերցնել այն, ինչ ուզում էր։ Չես կարող պատկերացնել, թե ինչ վիճակում է քո հայրը, սկսեց նա։ Նա ամբողջ գիշեր չքնեց, նրա արյան ճնշումը, նրա սիրտը։ Իսկ Լիլիի մասին ինչ կասես, ընդհատեցի ես։ Որքան էր նրա արյան ճնշումը, երբ դու նրան թողեցիր անձրևի տակ։ Մայրիկը աչքերը շրջեց։ Դադարիր այդքան դրամատիկ լինելուց։ Պարզապես անձրև է, մենք բոլորս ոտքով տուն ենք վերադարձել, անձրևի տակ, երբ երեխաներ էինք։ Ես մի քայլ հետ գնացի, ոչ թե վախից, այլ զզվանքից։ Նա 6 տարեկան է, հորդառատ անձրևը այնքան ուժեղ էր, որ մեքենաները կանգնեցրեց։ Նա դողում էր,
Նրա մեջքի պայուսակը շրջվել էր։ Դե մենք կարծում էինք, որ շուտով կժամանես։ Դու գնացիր, դու նույնիսկ չստուգեցիր, թե արդյոք ես քաղաքում եմ։ Մայրիկը խոժոռվեց։ Մենք զբաղված մարդիկ ենք, այն մարդիկ, որոնց ամսական հիփոթեքի, մեքենայի, ապահովագրության, թենիսի ակումբի և ընթրիքի վճարումները ես եմ կատարում, հարցրի ես։ Այո, ես նկատել եմ, թե որքան զբաղված ես։ Նա կտրուկ բռնեց աթոռի բազկաթոռից։ Դու չես հասկանում, թե ինչպես է գործում ընտանիքը։ Բացատրիր։ Երեխաները օգնում են իրենց ծնողներին։ Ես օգնեցի, մոտեցա սեղանին և սեղմեցի նոթբուքի կոճակը։ Էկրանը լուսավորվեց։ Սեղան, թվեր, ամեն ամսվա դավաճանության ապացույց։ 300,000, դա բավական օգնություն չէ՞։ Մայրիկը էլ ավելի ջղայնացավ, բայց փորձում էր դա ցույց չտալ։ Մենք սովոր ենք հույսը դնել քեզ վրա։ Դու միշտ ասում էիր, որ դա քեզ համար բեռ չէ, որովհետև դու ինձ պատասխանատու դարձրիր քո բարեկեցության համար և նաև մեղքի զգացման համար։ Դու մեր դուստրն ես։ Ոչ, ես քո դրամապանակն եմ։ Մայրիկը ցավից կծկվեց, կարծես ես նրան հարվածել էի։ Դու սարսափելի բաներ ես ասում, և դու սարսափելի բաներ ես արել, պատասխանեցի ես։ Ամենավատ բանը նույնիսկ փողը չէ, ամենավատ բանը Լիլին է, որ դու Միրանդայի երեխաների հարմարավետությունը նախընտրեցիր թոռնուհուդ անվտանգությունից, որ դու նրան որպես անձնավորություն չես տեսնում։ Դա ճիշտ չէ, բացականչեց մայրիկը։ Ես սիրում եմ Լիլիին։ Դու չես կարող դրանում կասկածել։ Նա մինչև կաշին թրջված էր, և դու հեռացար։ Մայրիկը շրջվեց։ Առաջին անգամ տեսա, թե ինչպես է նրա վստահությունը կոտրվում։ Մենք, նա շունչ քաշեց, մենք հոգնած ենք, մենք շատ ենք օգնում Միրանդային, և նրա երեխաները նույնպես, բայց ես ձեզ բոլորիդ օգնում եմ։ Ես մատնացույց արեցի նոթբուկը, և ոչ ոք ինձ չի օգնում։ Ինչ ես ուզում, որ մենք անենք, վերջապես հարցրեց նա։ Ինչպես շտկենք այս իրավիճակը։ Նրա ձայնը նոր էր, ոչ պահանջկոտ, ոչ ամբարտավան, այլ կարծես կոտրված, և այնուամենայնիվ շատ ուշ։ Նա խոստովանեք, որ դաժան եք եղել։ Նա լուռ էր, երկար ժամանակ, շատ երկար։ Ես սխալ եմ թույլ տվել, վերջապես ասաց նա, բայց դուք գիտեք, որ մենք երբեք մտադիր չենք եղել վնասել ձեզ։ Բայց մենք դա արեցինք։ Այնուհետև մայրիկը դանդաղ նստեց բազմոցին, ինչպես մեկը, ով նոր էր տեսել իրականությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ։ Նա մեղմ ծիծաղեց, դառնորեն, ուրախությունից զուրկ։ Մենք սովոր էինք գեղեցիկ կյանքով ապրելուն։ Եվ հիմա։ Եվ հիմա մենք ստիպված կլինենք ապրել սովորական մարդկանց պես։ Նա նայեց ինձ, շփոթված, կարծես շրջապատող աշխարհը փլուզվել էր։ Դու իսկապես դա արեցիր։ Անջատել ես ամեն ինչ։ Այո, մայրիկը կտրուկ շունչ քաշեց։ Մենք չենք կարող դա հաղթահարել։ Դա այլևս իմ պարտականությունը չէ։ Նրա շուրթերը դողացին։ Մենք կարծում էինք, որ դու մեզ չես լքի։ Դու լքեցիր իմ դստերը, և ես նրան ընտրեցի։ Րոպեները ձգձգվեցին։ Մայրիկը չշարժվեց։ Նա միայն նայեց իր ձեռքերին, խնամված այն մանիկյուրով, որի համար ես մի ժամանակ անընդհատ վճարում էի։ Նա հանկարծ ասաց. Քեզ էլ է ցավեցրել, չէ՞։ Այսքան տարիներ։ Այո, շատ։ Ինչու ինձ չասացիր։ Որովհետև ամեն անգամ, երբ փորձում էի, դու ասում էիր, որ ես անշնորհակալ եմ, որ ընտանիքը միմյանց օգնելն է, որ մենք էլ նույնը կանեինք, չնայած դու երբեք ոչինչ չես արել ինձ համար։ Մայրիկը լաց եղավ։ Կյանքումս առաջին անգամ տեսա, թե ինչպես է նա լաց լինում, բայց սեփական անձի համար։ Արցունքները զղջում չէին, դրանք վախ էին։ Ինչ կլինի, եթե մենք, ինչ կլինի, եթե փոխվենք, ինչ կլինի, եթե տարբերվենք։ Ես այլևս չեմ հավատում խոսքերին։ Նա հասկացավ։ Այդ պահին նա ամեն ինչ հասկացավ։ Դու չես վերադարձնի փողը։ Ոչ, ասացի ես։ Այնուհետև նա շարունակեց. Լավ, իսկ մենք հետո ինչ պետք է անենք։
շշնջաց նա։ Ես նայեցի ննջասենյակին, որտեղ քնում էր Լիլին, այն փոքրիկ աղջկան, որին նրանք բեռ էին համարում։ Հիմա սահմանն էր։ Հիմա դուք մեծահասակներ եք և ինքներդ կլուծեք ձեր խնդիրները։ Մայրիկը դանդաղ վեր կացավ։ Նրա քայլվածքը ծանր էր, կարծես մեկ երեկոյի ընթացքում տարիներ էր անցել։ Նա կանգ առավ շեմին։ Մեզ այլևս ներս չես թողնի։ Եթե երբևէ գաս ոչ թե փողի, այլ հարաբերությունների համար, խորը շունչ քաշելով ասեցի ես։ Այդ դեպքում կխոսենք, բայց ոչ ավելի վաղ։ Նա գլխով արեց, կարծես ընդունելով իր դատավճիռը։ Այնուհետև բացեց իր հովանոցը և մտավ գիշերվա մեջ։ Անձրևը այլևս չէր թափվում, այն անաղմուկ իջնում էր, ինչպես վարագույրը ներկայացումից հետո, որտեղ ստերը չափազանց երկար էին հանդուրժել։ Դուռը փակվեց նրա ետևից։ Տանը կրկին լռություն տիրեց, և առաջին անգամ իսկապես, բայց պատմությունն այսքանով չավարտվեց։ Ես չէի կարող։ Նույն երեկոյան, երբ պատրաստվում էի քնելու, հեռախոսիս հաղորդագրություն եկավ։ Հաղորդագրություն անհայտ համարից։ Այնտեղ գրված էր. «Ինձ պետք է, որ դու լսես ինձ։ Խնդրում եմ, վաղը աշխատանքից հետո։ Դա կարևոր է»։ Էկրանին հայտնված անունը ստիպեց սիրտս բաբախել։ Միրանդա։ Եզրակացություն։ Առավոտը լուռ էր, գունատ, կարծես քաղաքը դեռ չէր արթնացել։ Լիլին քնած էր կողքիս, գրկախառնված ինձ։ Նրա փափուկ մազերը մանկական շամպունի և ինչ-որ տաք ու ծանոթ բանի հոտ էին գալիս։ Ես պառկեցի նրա կողքին և լսեցի նրա շնչառությունը, հավասար, հանգիստ, և մտածեցի. այս ամբողջ քաոսի մեջ նա միակն է, ով աշխարհին ոչինչ պարտական չէ, բայց ես զրույց ունեի առջևում։ Մի մարդու հետ, որին միշտ համարել եմ ստորադաս մորս սառնության համեմատ, բայց ով թերևս իր սեփական թելերն ուներ այս պատմության մեջ։ Նա արդեն նստած էր պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ, նիհար, լարված, աչքերի տակ հսկայական շրջանակներով։ Երբ ես ներս մտա, նա վեր կացավ. «Շնորհակալություն եմ հայտնում քեզ գալու համար», ասաց նա հանգիստ։ Ես չգիտեմ ինչպես սկսել։ Ես նստեցի նրա դիմաց, ձեռքերս դնելով սեղանին, որպեսզի դրանք չդողան։ «Սկսիր ճշմարտությունից», ասացի ես։ Միրանդան շունչ քաշեց։ Կարծես տարօրինակ կերպով հանգստացած լիներ դրանից։ Նրանք ինձ զանգահարեցին երեկ քեզանից հեռանալուց անմիջապես հետո։ Մայրիկը լաց էր լինում, իսկ հայրիկը գոռում էր, որ դա ամեն ինչի վերջն է։ Ես լուռ էի, լսում էի։ Ես կարիք չունեի կարեկցելու։ Եվ ահա թե ինչ հասկացա, շարունակեց նա։ Նրանք սպասում էին, որ ես աջակցեմ նրանց, ասեմ, որ դու չափազանցնում ես, որ նրանք անշնորհակալ դստեր զոհն են։ Նա ժպտաց դառնորեն, տխուր, ուրախությամբ, բայց ես չէի կարող, որովհետև նրա ձայնը տատանվեց, որովհետև դու միշտ ճիշտ էիր։ Նա նայեց ինձ։ Դու փրկում էիր մեր ընտանիքը, և նրանք օգտագործեցին քեզ, և նաև ինձ։ Ես գրեթե շունչս պահեցի։ Ես միշտ մտածել եմ, որ նրանք քեզ ավելի շատ են սիրում, ասացի ես։ Ես էլ, հանգիստ պատասխանեց նա, բայց իրականում նրանք սիրում են միայն նրանց, ովքեր լցնում են իրենց բացերը, զգացմունքային, ֆինանսական, ցանկացած տեսակի։ Նա ձեռքերը սեղմեց։ Մենք երկուսս էլ դա արեցինք։ Դու փողով, ես ժամանակով։ Ես նստեցի նրանց հետ, լուծեցի նրանց խնդիրները, տարա բժշկի մոտ, և վերջում նրանք լքեցին քո դստերը անձրևի տակ և մեկ մանրուքի համար։ Միրանդայի թարթիչների վրա արցունքներ հոսեցին, ոչ թե հիստերիկ, այլ լուռ։ Երբ մայրիկս ասաց, որ նրանք լքել են Լիլիին, գլուխը թափտվեց նա։ Կյանքումս առաջին անգամ ես զզվանք զգացի նրանցից։ Նույնը, ինչ դու հավանաբար վաղուց ես զգացել։ Ես շրջվեցի դեպի պատուհանը։ Դրսում թաց մեքենաները սահում էին մոխրագույն ասֆալտի վրայով, և հանկարծ
ես տարօրինակ բան զգացի, ինչ-որ թեթևացում, ինչպես թե ես միակը չէի, ով այս քարը կրում էր։ Ինչու ինձ զանգեցիր, հարցրեցի ես։ Միրանդան սրբեց աչքերը, որովհետև դու պետք է իմանաս, նրանք փորձում են ամեն ինչ շրջել այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե դու ոչնչացրել ես ընտանիքը, բայց դա ճիշտ չէ։ Ես չմիջամտեցի, թողնելով, որ նա խոսի։ Եվ ևս մեկ բան, հառաչեց նա, գիտեմ, որ նրանք կխնդրեն ինձ զբաղեցնել քո տեղը, ասելու համար, որ եթե դու չվճարես նրանց, ես քեզ պարտքեմ։ Նրանք արդեն ակնարկել են։ Եվ ինչ կանես։ Նա ուղիղ նայեց աչքերիս մեջ։ Ոչինչ, ես նրանց ասացի։ Ես նա չեմ, ես թույլ չեմ տա, որ դուք ինձ հետ անեք այն, ինչ նրան արեցիք։ Սառը դող անցավ մեջքովս, որովհետև տարիներ անց առաջին անգամ իմ ընտանիքի անդամներից մեկը պաշտպանեց ինձ, ոչ գաղտնի, ոչ շշուկով, ոչ արդարացումներ գտնելով, այլ անկեղծորեն։ Նրանք նեղացած էին ինձանից, ասաց նա, բայց ես առաջին անգամ եմ ինձ ազատ զգում։ Ես գլխով արեցի, գիտես, ավելացրեց նա, մայրիկս ասաց, որ դու դարձել ես անծանոթ, և ես մտածեցի, ինչու դարձար այդպիսին։ Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ դու իրենցը լինես։ Նրանք միայն պահանջում են։ Այդ պահին շունչս կարծես կտրվեր։ Նույնիսկ ճշմարտությունը կարող է ցավ պատճառել, եթե այն ճշգրիտ է։ Դու պարտավոր չես պաշտպանել ինձ, ասացի ես։ Միրանդան ժպտաց։ Ես պարտավոր չեմ, բայց ես ուզում եմ, որովհետև տեսա, թե ինչպես էիր վազում նրանց մոտ, ամեն անգամ, երբ նրանք զանգահարում էին, և ինչպես նրանք երբեք չէին վազում քեզ մոտ։ Մենք երկար խոսեցինք մանկության մասին, երկակի չափանիշների մասին, մեզ տրված անտեսանելի դերերի մասին, ես, կերակրողը, նա, հարմար երեխան։ Վերջում Միրանդան ասաց. ես ուզում եմ, որ դու իմանաս, ես քեզ վրա չեմ զայրանում, և եթե երբևէ օգնության կարիք ունենաս, իսկական օգնության, ոչ թե այնպիսի օգնության, ինչպիսին նրանք են տալիս քեզ, ես այնտեղ կլինեմ։ Բառերը այնքան լուռ էին, որ կարող էին շփոթել սուրճի մեքենայի բզզոցի հետ, բայց ես լսեցի դրանք, և ես հավատացի դրանց։ Երբ դուրս եկա, օդը թարմ էր, գիշերային անձրևի մնացորդները փայլում էին մայթին։ Ես դանդաղ քայլեցի դեպի տուն, այնքան ժամանակ, որ զգայի, ինչ-որ բան իսկապես ավարտվել էր, և ինչ-որ բան իսկապես սկսվել էր։ Տանը Լիլին նստած էր բազմոցին և նկարում էր։ Տեսնելով ինձ նա նետեց մատիտները և վազեց դեպի ինձ, ամուր գրկելով։ Այնուհետև ասաց. «Մայրիկ, մենք կրկին տատիկ կունենա՞նք», միամտորեն հարցրեց նա։ Ես նստեցի նրա առջև և սանրեցի նրա դեմքից մազերի մի թել։ Երբ տատիկը սովորի բարի լինել, ասացի ես, այնուհետև մենք նրան կսպասենք։ Լիլին գլխով արեց, կարծես առանց ավելորդ խոսքերի ընդունեց ասածս։ Երեխաները երբեմն ավելի հեշտ են հասկանում բարդ բաները, քան մեծահասակները։ Նա վերադարձավ նկարչությանը։ Ես նայեցի նրա նկարին, տաք տուն, երկու փոքրիկ մարդիկ և մի արև, այնքան մեծ, որ գրեթե հասնում էր էջի եզրերից այն կողմ։ Տունը մերն է, երկու փոքրիկ մարդիկ, մենք ենք, արևը նոր է, ես այլևս զայրույթ չէի զգում, վրդովմունք չկար, անցյալին վերադառնալու կամ մարդկանց վերստեղծելու ցանկություն չկար, կար միայն մեկ զգացողություն, մաքուր, հանգիստ, ինչպես օդը ամպրոպից հետո։ Ես ազատ եմ, և Լիլին նույնպես։ Երբ ես նրան այդ երեկոյան պառկեցրի քնելու և նայեցի նրա փոքրիկ դեմքին, այդ ժամանակ հասկացա, ես չեմ ոչնչացրել իմ ընտանիքը։ Ես պարզապես դադարեցի ինձ ոչնչացնել նրանց համար, և առաջին անգամ երկար տարիներ անց դա ինձ թվաց ճիշտ ավարտ, բայց ոչ թե իմ կյանքի վերջը, այլ իմ իրական կյանքի սկիզբը։